Պարոն Սուրենյան, հուլիս ամիսը ինչպիսին կլինի, ցիկլոններին հրաժեշտ կտանք, թե չէ, անձրև առատ է լինելու, ամառը ինչպիսին է լինելու եւ առաջիկա 5 օրերի կտրվածքով ինչ ենք ունենալու։ Կներեք ինչ է ջանի Դուրներ փակ եք հավաքել։ Մինչև կանխատեսումներին անցնելը մի փոքր ես ուզում եմ ամփոփել հունիս ամիսը, որովհետև այս հունիսը բացառիկ էր մի քանի առումներով։ Բացառիկ էր այն առումով, որ սովորաբար եթե հունիսի 10-ից հետո մեր հանրապետության տարածքում դիտվում է եղանակակլիմայական պայմանների կայունացում, ապա այս հունիս ամսին խիստ անկայուն եղանակը, որը սովորաբար համահունչ է ապրիլ-մայիս ամիսներին, շարունակվեց գրեթե մինչև ամսվա վերջ։ Այն բացառիկ էր իր տեղումներով օրերի թվով։ Գրեթե ամսվա ընթացքում բոլոր օրերին հանրապետության տարածքում դիտվել են առատ տեղումներ։ Տեղումների մեծ քանակությամբ հատկապես աչքի են ընկել Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի լեռնային շրջանները եւ Գեղարքունիքը, որտեղ առանձին հատվածներում տեղումների ամսական քանակը կլիմայական նորման գերազանցել է կրկնակի անգամ։ Միայն Տաշիրում հունիս ամսվա ընթացքում տեղացել է այնքան անձրև, որը կազմում է Երևանի 9 ամսվա տեղումների գումարը, մոտ 210 մմ անձրև է տեղացել, որը Երևանում տեղում է սովորաբար 9 ամսվա ընթացքում, դա ահռելի քանակություն է։ Երկրորդ առանձնահատկությունն այն էր հունիսի, որ անձրևները գրեթե բոլոր օրերին հանրապետության առանձին հատվածներում ուղեկցվել են կարկուտով։ Չի եղել այնպիսի օր, որ հանրապետության հատկապես չպաշտպանվող տարածքներում կարգտահարություն չլինի։ Եվ վերջին դեպքերը, որ Արթիկի դեպքը եւ Կարճախբյուրի դեպքը Վարդենիսի շրջանի, որտեղ առաջացավ ուժեղ սելավային հոսք, ես պետք է ասեմ, որ Արթիկի հատվածում այդ եղած սելավը բացառիկ էր վերջին գոնե 30-40 տարիների կտրվածքով, որովհետեւ Արագածի հարավարևմտյան լանջերին թափվել էր 40 րոպեվա ընթացքում մոտավորապես այդ տարածքին ուրեմն բնորոշ ամսվա քանակությամբ չափ տեղում 40 րոպեի ընթացքում տեղացել էր նաև առատ կարկուտ, որը կտրուկ հալվել էր եւ Արագածի լանջերից այդ ջրի հսկայական հոսքը իջել էր դեպի Արթիկ քաղաք, որը առաջացել էր ուժեղ սելավ։ Գրեթե նույն երևույթներ կատարվել Վարդենիսի ուրեմն այդ Կարճախբյուր գյուղում։ Վերջին մի 10-15 տարիների ընթացքում ես կարող եմ ասել, որ մեր հանրապետության տարածքում նման ուժեղ տեղատարափային օջախներ չեն եղել, որոնք առաջացնեին նման տարերային աղետներ։ Հիմա անցնեմ հուլիս ամսվա կանխատեսմանը, ասեմ, որ հանրապետության տարբեր հատվածներում հուլիս ամիսը կրելու է տարբեր նկարագիր։ Ես սկսեմ հյուսիսային շրջաններից։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում տեղումների քանակը սպասվում է նորմայից ավել, այսինքն սպասում ենք ավելի շատ տեղումներ, որը համահունչ է հուլիս ամսին։ Կլիմայական նորմայից տեղումների քանակը ավել կլինի։ Օդի ջերմաստիճանը ամսվա առաջին օրերին այստեղ գիշերային ժամերին չի բացառվում, որ նվազի մինչև +5, +8, բայց արդեն ամսվա երկրորդ եւ երրորդ տասնօրյակում ցերեկային ժամերին նշված մարզերում ջերմաստիճանը հիմնականում կտատանվի 30-ից 33 աստիճանի սահմաններում։ Արարատյան դաշտը, Արարատի, Արմավիրի մարզերը, Վայոց ձորը տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում, այսինքն ոչ շատ խոնավ, ոչ շատ չոր։ Եվ այստեղ օդի ջերմաստիճանը ամսվա առաջին օրերին գիշերային ժամերին կիջնի մինչև +12, +15, իսկ ամսվա երկրորդ եւ երրորդ տասնօրյակում պայմանավորված հարավային տակոթային հոսանքների ներթափանցման հետ ջերմաստիճանը կբարձրանա մինչև առանձին օրերին +37, +39 աստիճան։ Սյունիքի մարզում տեղումների քանակը սպասում ենք նորմայից պակաս, այսինքն այս մարզում հուլիսը կանցնի ավելի չոր, որը սովորաբար համահունչ է իր բազմամյա կլիմայական պայմաններին։ Ամսվա առաջին օրերին Սյունիքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել մինչև 14-17 աստիճանի, իսկ ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանը ցերեկային ժամերին կարող է բարձրանալ մինչև +36, +39 աստիճան։ Եվ մայրաքաղաքում տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում հուլիս ամսվա ընթացքում, ամսվա առաջին օրերին գիշերային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև +12, +14 աստիճան, իսկ ամսվա երկրորդ եւ երրորդ տասնօրյակում առանձին օրեր ջերմաստիճանը կբարձրանա մինչև +37, +39 աստիճան։
Հիմա ուզում եմ մանրամասնել առաջիկա 5 օրերին սպասվող եղանակակլիմական պայմանները, որովհետև ինչպես գիտենք, մի քանի օր մեր հանրապետության տարածքում տոնակատարություններ են այդ Վարդևորի օրերի հետ կապված։ Այսօր առանց տեղումների եղանակը դեռևս կպահպանվի, երեկոյան ժամերին միայն կարճատև ամպրոպային բնույթի տեղումներ կլինեն Շիրակի, Լոռու, Տավուշի մարզում։ Մնացած մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, եւ այսօր մեր երկիրը գտնվում է Իրաքից ներթափանցող արևադարձային տաքոթային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում այսօր սպասվում է այս վերջ ամսվա, հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը։ Արարատյան դաշտում, Մեղրի հատվածում եւ Երևանում ցերեկը կգրանցվի մինչեւ 38 աստիճան տաքություն, որը նորմայից բարձր է 4-ից 5 աստիճանով։ Բայց սկսած վաղվանից, հուլիսի 1-ից, Սևծովի տարածքից կրկին մեր երկրի տարածք է, ուրեմն տեղափոխվում ցիկլոնային դաշտ։ Ցիկլոնը գործելու է մեր երկրում մինչև հուլիսի 7-8 ներառյալ, այսինքն առաջիկա 7-8 օրերին մենք գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության գոտում։ Բայց ցիկլոնի ազդեցության գոտում ասելով դա չի նշանակում, որ ողջ օրվա ընթացքում դիտվելու են անձրևներ, անպամած եղանակ եւ այլն եւ այլն։ Այդ ցիկլոնը ունի այնպիսի առանձնահատկություն, որ ակտիվանալու է հիմնականում երեկոյան ժամերին։ Այսինքն օրվա առաջին կեսը մինչև երեկո կլինի նորմալ քիչ անպամած առանց տեղումների եղանակ, իսկ երեկոյան ժամերին մարզերի զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ։ Եվ հատկապես ուզում եմ առանձնացնել Լոռին, Տավուշը, Շիրակը, Արագածոտնի լեռնային գոտիները, Կոտայքի լեռնային գոտիները եւ Գեղարքունիքը, որտեղ ցիկլոնի ազդեցությունը շատ ավելի սրված կարտահայտվի, քան Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային հատվածներում, այդ թվում եւ Մայրաքաղաքում։ Այ օրինակ Տավուշում, Լոռիում եւ Շիրակում տեղումները կսկսվեն ոչ թե երեկոյան ժամերին, այլ արդեն ցերեկը ժամը 2-ից 3-ից հետո այս մարզերում կսկսվի ամպրոպային գործունեություն։ Իսկ Մայրաքաղաքում, ինչպես ասեցի, դրանք հիմնականում սպասվում են երեկոյան եւ ասեմ, որ դրանք կրելու են երակային բնույթ, այսինքն երեկոյան եթե Մայրաքաղաքում անձրև տեղա, դա չի նշանակում, որ Երևանի ողջ տարածքում անձրև է գալու, քանի որ այս սեզոնին այդ անձրևաբեր ամպերը ունենում են շատ լոկալ զարգացումներ, հնարավոր է, որ քաղաքի մի հատվածում լինի շատ հորդառատ անձրև, կարկուտ եւ ուժեղ քամի, իսկ քաղաքի մյուս հատվածում ընդհանրապես տեղումներ չլինի։ Եվ ինչ վերաբերվում է օդի ջերմային ֆոնին, այդ ցիկլոնը իր հետ բերում է Ռուսաստանի եվրոպական տարածքից արկտիկական սառը օդային հոսանքներ։ Դրանք մեր երկիր կթափանցեն հենց վաղվանից սկսած։ Ուրեմն 1-ից մինչև հուլիսի 5 ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը օր-օրի աստիճանաբար կնվազի։ Եթե այսօր սպասում են 38 աստիճան Երևանում, վաղը արդեն կլինի 36, հուլիսի 2-ին 35, հուլիսի 3-ին 34, հուլիսի 4-ին 33, իսկ հուլիսի 5-ին արդեն 30-31 աստիճան։ Այնուհետև 5-ից հետո ջերմաստիճանը գրեթե կմնա անփոփոխ, այսինքն այս շոկերը, որ ներկա պահին մենք ունենք, աստիճանաբար կմեղվում են եւ օդի ջերմաստիճանը կմոտենա նորմային եւ կունենանք այնպիսի եղանակ, որը համահունչ է սովորաբար մեր կլիմայական պայմաններին։